մամուլից տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպանին, որպեսզի այցելի իրեն։ Ես չգիտեմ, հարգարժան պաշտպանը կունենա այդ պատասխանատվությունը եւ վճռականությունը այցելելու, նաեւ մեզ տեսնելու եւ այդ դեպքում ավելի մանրամասն տեղեկություններ կունենա եւ կծանոթանա թե ինչպես է ընթացել, ինչ լուրջ եւ կոպտագույն խախտումներով ընթացել թե հետաքննությունը, ամբողջ քննությունը եւ թե դատավարությունը, մարդու իրավունքների, միջազգային իրավունքի, միջազգային նորմերի, այդ թվում նաեւ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընթացակարգի կոպտագույն խախտումներով։ Ես չկարողացա դատապրոցեսի վերջին խոսքի ժամանակ ամբողջականին խոսքը ասել, նվազագույնը 30-40%-ով այդպես էլ թողեցին իմ վերջնական խոսքը, վերջին խոսքը ասելու, բայց ես հասցրեցի ասել այն, ինչ հիմա կուզեմ ասել իմ ժողովրդին եւ փոքր մեջբերում անել։ Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ հստակ նպատակներով եւ հեռահար ռազմավարությամբ։ Այդ մասին ես կասկածներ ունեցա քննության ընթացքում, իսկ դարձավ իմ մոտ համոզմունք դատապրոցեսի ընթացքում։ Իմ ասած մտքերի եւ խոսքերի ճշմարտությունը ժամանակը ցույց կտա։ Մեջբերման ավարտ։ Ինչ վերաբերում է հարգարժան պաշտպան, ուրեմն երեկ մենք մեզ այցելեց Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան եւ մենք կարողացանք որոշ տեղեկություններ իրեն փոխանցել։ Ես մարտի 12-ից պատրաստել էի նամակ, որպեսզի դիմում նամակ իրեն փոխանցելու, բայց մոտ 1-2 ամիս է չեմ կարողացել ինչ-ինչ պատճառներով ոչ իրեն տեսնել, ոչ իրեն փոխանցել այդ նամակը։ Ես երեք փոխանցեցի եւ այնտեղ հստակ մեկ խնդրանք ունեի, որպեսզի մեր վճռի ամբողջական ադրբեջաներեն եւ հայերեն տարբերակները ինքը միջնորդի եւ փոխանցի իմ ընտանիքին ու իմ հարազատներին։ Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ, որ ադրբեջաներեն տարբերակը կփոխանցի իմ ընտանիքին եւ կփորձի միջնորդել։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, ես հիմա ուզում եմ դիմել բանավոր ձևով իրեն, որպեսզի ինքը միջնորդի եւ Ադրբեջանի համապատասխան կառույցներից գուցե նաեւ իր գործընկերոջ միջոցով ստանա հայերեն եւ ադրբեջաներեն տարբերակը մեր մեղադրական ակտերի ամբողջական տեքստը եւ մեր դատավճռի ամբողջական տեքստը եւ փոխանցի իմ ընտանիքին ու իմ հարազատներին։ Ինչ վերաբերում է այս ծանր ժամանակներին, ես միայն մեր ժողովրդին կցանկանամ ոգու, կամքի եւ միասնության ուժ եւ պիտի ասեմ պինդ եղեք։ Այսքանը։